Վայ սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Եթերը քարտեզիրապայելով կանեմ, ոնց տեսնում եք մեր տարածաշրջանն է մերձավոր արևելքը, ու հատկապես ուզում եմ շեշտադրություն անեմ Սիրիայի վրա։ Սիրիայում հետաքրքիր զարգացումներ կան ու իրավիճակը բավականին լարված է Սիրիայում։ Գիտեք հատկապես ինչի համար եմ Սիրիայի վրա կենտրոնացած, որովհետև ես ձեզ ուզում եմ հիշեցնեմ երկու երազ, որը ժամանակին պատմել եմ, բայց հիմա քանի որ կան զարգացումներ Սիրիայում, ուզում եմ սրա մասին հիշեցնեմ, որովհետև Սիրիան շատ կարևոր է։ Իսկ ինչու՞մ է Սիրիան կարևոր։ Իմ տեսած երազների մեջ մեկը ուրեմն մի երազը հետևյալն էր, որ Թուրքիայի, Սիրիայի, Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցավ պատերազմ։ Այս 4 երկրերը խառնված էին այդ կոնֆլիկտին, որի արդյունքում հաղթեց Թուրքիան։ Սրա մասին շատ առիթ եմ ունեցել խոսելու, որից հետո, երբ որ Թուրքիան ուժեղացավ, ինքը շարժվեց դեպի մեր սահման ու իր նպատակն էր դեպի Հյուսիսային Կովկաս գնալը, բայց մեր սահմանի վրա մենք իրան կանգնեցրեցինք, իրանք տեղափոխվեցին դեպի Վրաստանի սահման, որ Վրաստանի վրայով գնան դեպի Հյուսիսային Օսեթիա, մենք տեղափոխվեցինք Վրաստանի սահման ու այս հատվածում իրանց առաջխաղացումը կանգնեցրեցինք։ Թուրքիան երբ որ տեսավ չի կարողանում գնալ ու նվաճել Ռուսաստանը, թեքվեց դեպի Եվրոպա ու շարժվեց իր Օսմանյան կայսրության ծրագիրը իրականացնել դեպի Եվրոպա։ Սա մի երազն է, որի մասին 19 թվականից անդադար պատմել եմ տարբեր եթերներով։ Ու ինչն է հետաքրքիրը, որ տեսեք հիմա Սիրիայի տարածքում այս հատվածը քրդերինն էր, որոնք հաստատված էին, բավականին ամուր դիրքեր ունեին և ունեին Ամերիկայի և Իսրայելի աջակցությունը, բայց այս վերջի անցած տարվանից ոնց որ ժամանակը լավ չեմ հիշում, երբ որ Բաշար Ասադի իշխանությունը քանդվեց ու հիմնականում թուրքերը օգնեցին այդ տերորիստներին, որը Սիրիայում այդ ժամանակ պայքարում էին, որին և բերեցին իշխանության հիմա, Թուրքիայի հետ համագործակցված ամբողջ տարածքը սկսեցին անցնել Թուրքիայի վերահսկողության տակ։ Ու թուրք-քրդական խնդիրը միշտ եղել է ու հիմա էլ այդ քրդերը, որ այս հատվածն էին զբաղեցնում, Սիրիայի իշխանությունների գործողությունների արդյունքում, որը անմիջապես Թուրքիայի աջակցությունն ունի, սկսեցին նվաճել այս հատվածները, որը պատկանում էին քրդերին։ Նորից եմ հիշեցնում, քրդերը դրանք Իսրայելի կողմնակիցներն էին ու Ամերիկայի կողմնակիցներն էին, որոնք ժամանակին իսլամական պետության հետ պայքարում բավականին լուրջ դեր են խաղացել ու ամերիկացիները զինում էին քրդերին, որոնք և իսլամական պետության դեմ պայքարում լուրջ հաջողություններ ունեցել էին։ Բայց հիմա չգիտեմ ինչն է պատճառը, քրդերը կորցրել են Իսրայելի ու Ամերիկայի աջակցությունը այս հատվածում ու կրում են ցավալի պարտություն, զիջում են տարածքներ, ու քանի որ սա Սիրիայի տարածքն է, փաստացի ստացվում է, որ զիջում է Իսրայելը, Իսրայելի կողմնակիցներն են պարտվում քրդերը, ուժեղանում է Թուրքիան, ու այս երազը, որ մի քիչ առաջ պատմեցի, փաստացի իրականություն է։ Մենք գիտենք, որ Իրանը բավականին թուլացած է, Իսրայել-Իրան փոխհարաբերությունները այս քանի ժամանակում պատերազմների արդյունքում, երբ որ Իսրայելը թուլացրեց Խամասին, Հեզբոլլահին, նաև Սիրիային, արդյունքում ունեցան անմիջական պատերազմ Իրանի հետ, որի արդյունքում Իրանը թուլացած վիճակում է։ Ու ստացվում է, որ այս պայքարում հիմնական կռիվը արդեն գնում էր Թուրքիայի ու Իսրայելի միջև,
ու Սիրիայի տարածքում առավելության են հասնում թուրքերը, որտեվ մինչև Դամասկոս իրենց վերահսկողությունն է ու էլ ավելի տարածքներ են հիմա գրավում։ Այս պայքարը գնալով ավելի սրվելու է հիմա։ Երկրորդ երազը, որը պատճառը, որ ես խոսում եմ Սիրիայի մասին, սրա մասին էլի առիթ ունեցել եմ պատմելու, բայց սրա մասին ավելի քիչ եմ խոսել, ու չեմ էլ հիշում վերջի անգամ երբ եմ պատմել, բայց այն երազը, որ տեսնում էի, Աստված ինձ ցույց էր տալիս Սիրիան, Եփրատ գետը, ու մարգարեության մեջ էլ նշված է, որ Եփրատը նշան է, որ Եփրատի ցամաքելը նշան է լինելու, որ արձակվելու է, հայտնության գրքում է գրված, որ արձակվելու է հրեշտակը, ոնց որ 6-րդ հրեշտակն է, որ լցնում է բաժակը ու Եփրատը ցամաքում է, ու դրանից հետո սկսում են շատ դժվար ժամանակներ։ Այդ երազը, երբ որ ես տեսնում էի, Աստված ինձ ցույց էր տալիս Սիրիան, երազից մեջ տեսնում էի մի հրեշտակ, որը մանգաղով հարվածեց Սիրիայի տարածքում, ու այդ հարվածից ինքը սենց մեջտեղից ոնց որ փոս գցեց, ու 5 հոգի, 5 երկիր այս հատվածում էր, 5 երկիր այս հատվածում էր, ու սկսվեց երրորդ համաշխարհային պատերազմը, 5-ը 5-ի դեմ։ Այդ երկրերից միայն մեկը, Աստված ինձ ասեց, որ մեկը դրանցից Ռուսաստանն է, իսկ մնացած երկրերը բոլոր այն երկրերն են, ովքեր որ ժամանակին Սիրիայի տարածքում ռմբակոծություն են արել, այսինքն մասնակցություն են ունեցել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների։ Դա ընդամենը պետք է նայել 11 թվականից սկսած այդ ԻԳԻԼ-ի հետ պայքարում, պատերազմում ինչ ուժեր էին արդեն մասնակցում, ու կարելի է հասկանալ, թե որ երկրերի միջև տեղի կունենա այդ պայքարը։ Հիմա սրա մասին ուզեցի հիշեցնեմ, որպեսզի հետևեք, հասկանաք ինչ է կատարվում, ու բավականին լուրջ ժամանակների մեջ ենք ապրում, որտեվ Եփրատը իրականում հիմա ցամաքում է։ Շատ քիչ ժամանակ է մնացել, որ ամբողջությամբ այդ մարգարեությունը կիրականանա։ Մասնագետները մոտավորապես նշում են մի 30-ից 50 տարի։ Իրականում շատ դժվար է դա հստակ որոշել, որովհետև երկրի կլիման էլ է փոխվում, կարա շատ կտրուկ փոփոխությունների արդյունքում էլ ավելի արագանա այդ process-ը, բայց որ հիմա քաղաքական զարգացումները այն ձև է, որ ամեն ինչ բերում է նրան, որ Աստվածաշնչում նկարագրված դեպքերն են իրականանում, այստեղ մենք պետք է շատ ուշադիր լինենք։ Սա երրորդ համաշխարհայինը կարա լինի հիմա, որ սկսվի մոտակա ժամանակում, ու երևի թե սա Աստվածաշնչում նշված Արմագեդոնն է։ Թող ամեն բան լինի Աստծո կամքի մեջ, ինչ որ գրված է Աստվածաշնչում, դա կատարվելու է, ինչքան էլ դրա համար անհանգստանանք ու փորձենք աղոթենք, որ դա չլինի, միևնույնն է Աստծո գրվածը կատարվելու է։ Ուղղակի Աստված մեզ տեղեկացնում է այդ մասին, որպեսզի մենք հասկացողություն ունենանք, ճիշտ դիրքավորում ունենանք, ու մեր ճիշտ դիրքորոշման պատճառով լինենք պաշտպանված, այսինքն չհայտնվենք այն տարածքներում, որտեղ որ մեր համար վտանգավոր է, ու այս բոլոր տարածքներում գտնվող հայությունը շատ կարևոր է, որ ուշադիր լինի, ու ուշադիր լինելով շատ կարևոր է, որ րոպե առաջ իսկ մտածի իր անվտանգության համար։ Տարածքը նորից ակտիվանում է, ու ռազմական գործողությունները կարան սկսվեն մի քանի տեղում, դրա համար Աստծո գերբնական պաշտպանությունը թող լինի բոլոր հայերի վրա, ով որտեղ էր որ ապրում է, Հիսուսի արյան պաշտպանությունն եմ կանչում բոլոր հայերի վրա, ու իրավիճակները թող այնձև պտտվեն, որ պատճառ դառնա մեծ հայքի սահմանների վերականգնմանը։ Աստված իմ ամեն բան պտտի այնձև, որ սատանայի բոլոր ծրագրերը խափանվեն Հայաստանի դեմ ուղված, ու ճիշտ հակառակը պատճառ դառնան, որպեսզի այս պայքարների արդյունքում, այս պատերազմների արդյունքում մեծ հայքը հարություն առնի մոխիրներից։ Օրհնում եմ քո կատարյալ կամքի իրականացումը
կանչում քո գերբնական պաշտպանությունը Հայաստանի վրա, մեծ հայքի վրա, Հիսուս քո արյան պաշտպանությունը ամբողջությամբ քո տեսիլքի վրա ու քո տեսիլքը կատարողների վրա, Հիսուսի անունով, ամեն։